Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աջապահյանն այսօր առավոտյան կրկին վիրահատվել է։ Բժշկական կենտրոնից փոխանցեցին, որ վիրահատությունը բարեհաջող է անցել։ Ընդհանուր առմամբ Միքայել arczepiskopos Աջապահյանը այսօր առավոտյան Միրլյան բժշկական կենտրոնում վիրահատվել է։ Վիրահատությունն անցել է նորմալ, սրբազանը այժմ գտնվում է բժիշկների հսկողության տակ։ Վիճակը գնահատվում է բավարար։ Իսկ ինչքան ժամանակ կգտնվի հիվանդանոցում հետվիրահատական շրջանը, ինչքան կտևի։ Ես դա չեմ կարող ասել, կախված վիճակից։ Միքայել Սրբազյանը Քանի օր ամեն դեպքում կգտնվի, կարծում եմ։ Չնայած դատարանի որոշմամբ Միքայել Սրբազյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը փոխարինվել է տնային կալանքով, համակցված բացակայելու արգելքով, նա շարունակում է գտնվել Իզմիրյան բժշկական կենտրոնում։ Սա երկրորդ վիրահատությունն է, որ Շիրակի թեմի առաջնորդը տարել է կալանավորման ընթացքում։ Նրա խափանման միջոցը փոխվել է փետրվարի 6-ին եւ շուրջ 8 ամիս կալանավորված թեմակալ առաջնորդը տնային կալանքն անցկացնում է բժշկական կենտրոնում, մինչ այս պահը չվերադառնալով Գյումրի։